Պարուհի Սոֆի Դևոյանը սոցիալական հարթակներում նոր հրապարակում է արել կիսվելով ջերմ ու ուրախ ընտանեկան կադրերով։ Պարզվում է այսօր ծննդյան տարեդարձն է նշում Մարիամ Մարգարյանը, ով նախկինում եղել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինը։ Ինչպես երևում է հրապարակումից, Սոֆի Դևոյանի ամուսինն ու Մարիամ Մարգարյանը մտերիմ բարեկամներ են։ Ընկերներն ու մտերիմները տորթով շնորհավորել են հոբելյարին, նրա օրը դարձնելով էլ ավելի հիշարժան և ուրախ։ Կից հրապարակմանը Սոֆի Դևոյանը գրել էր «Happy birthday» երկրորդ տալիք։ Հրապարակմանը կից գրել էր նա, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ լույս աշխարհ է եկել բլոգերներ Օվսիկի և Անդրանիկի առաջնեկը։ Նրանք որդի են ունեցել, ում անվանակոչել են Արեն։ Օվսիկն ու նորածին որդին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանք ինստագրամյան հարթակում հրապարակել են տեսանյութեր ցույց տալով, թե ինչպես են Օվսիկին դիմավորել տանը ընկերներն ու ընտանիքի անդամները։ Star News-ը ևս մեկ անգամ շնորհավորում է և ձեզ առաջարկում դիտել հուզիչ կադրերը առանց մեկնաբանության։ Շատ ուժեղ եղար ու հիմա լույս աշխարհ բերեցի դες սրիկին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, DJ Վակցինան սպասում է իր 4-րդ երեխային։ Երկրորդ ամուսնությունից հետո DJ Վակցինան բավականին հաճախ է ընտանեկան հրապարակումներով կիսվում սոցիալական հարթակներում և պատմում իր երջանիկ ընտանեկան կյանքի մասին։ Արդեն այսօր DJ Վակցինան ու նրա ամուսինը պարզել են 4-րդ երեխայի սեռը։ Նրանք որդի են ունենալու, իսկ մենք առաջարկում ենք դիտել հրապարակումը։ Մեր բալիկները եւ դուք իմանալու եք մեր 4-րդ երեխայի սեռը։ Իրականում մեր համար պետքա սյուրպրիզ լիներ, բայց քանի որ մենք պատահաբար իմացել ենք ես ու Հովհաննեսը, այս անակնկալը հիմնականում մեր երեխաների համար է, դե դուք էլ ձեռքի հետ կիմանաք ինչ բալիկա լինելու աղջիկ թե տղա։ Գնացինք։ Արա ինչ էլ հավես ունեք։ Ահա Мы не знаем, что это такое. Если бы мы знали, что это такое, мы не знаем, что это такое. Լրագրող Արուսիկ Տիգրանյանը իր ինստագրամյան էջում ևս այսօր ակտիվ էր։ Նա պատմել է ընտանեկան հանգստի մասին։ Արուսիկը ամուսնու մասնակցությամբ նոր տեսանյութեր է հրապարակել։ Լրագրողը նաև պատմել է, թե որ քաղաքներում են արդեն եղել և ինչպես են անցկացրել օրը։ Star News-ն առանձնացրել է տեսանյութերը և ձեզ առաջարկում է դիտել դրանք առանց մեկնաբանության։ Մենք որոշեցինք գնալ ուրիշ պլաժ, որը գտնվում է կղզում։ Դրա համար նստում ենք նավ, այս գեղեցիկ նավը և ինչ-որ վայրի պլաժ ենք գնալու, սիրելի ֆոլովերներ։ Կուզեիք լինեիք ձեր երբևէ տեսած ամենագեղեցիկ լողափերից մեկում, սենց վայրի, բայց տայք ձեր ոտը եսին ինչ անեիք, լավ ես ինչ է, ես ինչ է։
Մեռնում եմ ցավից։ Հիմա չգիտեմ վայելեմ թե տխրեմ։ Ինձ կգած ես կասեմ ինձ Մուսիկներ, մենք եկել ենք նոր քաղաք Ֆրանսիայի Զումրուխտե ափ, Լազուրնեի բերիկ։ Կոչվում է ինչ? Մենտոն, գրեթե Իտալիայի սահմանի մոտ։ Եվ այժմ կբացահայտենք Մենտոնը, ձեզ էլ ցույց կտանք, ինչ որ շքեղ էին նկարները, բայց մենք նոր ենք հասել, հələ չենք տեսել։ Ռուսաստանաբնակ Հայդի Մահարդար Գոհարավետիսյանը ակտիվորեն իր առօրյայով կիսվում է ինստագրամյան հարթակի սթորիզ բաժնում։ Նա ուրախ տեսանյութերով է կիսվել, պատմելով այն մասին, թե ինչպես է սկսել օրը եւ որտեղ է որոշել նախաճաշել այսօր։ Star News-ը ներկայացնում է տեսանյութերը։ Думаю, приглашу себя на завтрак, посижу в тишине, в спокойствии, наслажусь спокойным таким днем, ну часик есть. Тем временем Москва. Вы знаете, мне это напомнило, когда ты решил выспаться, а мама там пылесосить начала, бить кастрюлями, тебя все пришли, избили, наорали. Это вот этот день мне напомнило. В следующий раз буду кушать в наушниках со спокойной музыкой. На правах главного бегемота страны еще раз покажу свой образ. Мне так полюбились эти капри, что я готова их носить целыми днями. Чисто. Я, который думаю, блин, офигеть, мне так они подошли, потому что я высокая. 1,73 м, вам не хухры-мухры. Я думаю, какая я в них стройная. Правда, говорит, красота в глазах смотрящего. Господи, здоровья всем хейтерам. И чтобы вы, жизнь любить начали. Глядишь, что-нибудь изменится. Շոումեն եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանի ավագ դուստրը Էլիզա Մելիքյանը նկարահանվում են նոր հեռուստասերիալում։ Գոյամարտ հեռուստասերիալի նկարահանումներից Էլիզան պարբերաբար հրապարակումներ է անում ու ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր օրը։ Էլիզան նոր լուսանկարներով է կիսվել, որին կցել է Իվետ Ամուկուչյանի Cover տարբերակով արված երգը «Ախ չգիտեմ, թե սերը ինչ է»։ Ահա այսպես է Էլիզան մակագրել իր նոր լուսանկարները, իսկ մեզ մնում է հավելել, որ վերջին շրջանում Էլիզան որոշակի գաղտնիություն է պահում իր անձնական կյանքի հետ կապված եւ չի բացահայտում, թե երբ է օրինականացնելու իր սիրելիի հետ հարաբերությունները եւ արդյոք դրանք այժմ արդիական են։